Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է եւ այսպես ինտրիգը հետ ընտրական մոտենում է իր ավարտին, այսօր տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության նիստը, որտեղ որոշվեց, որ Հանրապետականը ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածուները, նրա երկու տեղակալները նույնպես լինելու են հանրապետականներ, Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, որոշվեց, որ խորհրդանի 12 մշտական հանձնաժողովներից 8-ը կգլխավորեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նախորդ խորհրդանում 6-ն էին, այս անգամ ավելացան եւս 2-ը, եւ 1 ժամ անց այդ նիստից րոպեներ առաջ ավարտվեց նաև կոալիցիոն հուշագրի ստորագրումը, այս անգամ օրինաց երկիր կուսակցության հետ։ 3 պորտֆել կհասնի ՕԵԿ-ին ապագա ձևավորվելիք կառավարությունում եւ ՕԵԿ-ը կստանա մնային հավանականությամբ տեղեր նաև ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ 2013 թվականին կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Եվ այս առիթով Հանրապետականի կայացրած որոշումների նիստի ընթացքի այս ընթացքում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այսօր մանրամասներ կհաղորդի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Բարի երեկո, պարոն Հարությունյան։ Նախ որքան հասկանում պետք է շնորհավորել նաև ձեզ, որովհետև դուք պահպանելու եք մշտական հանձնաժողովի նախագահի ձեր պաշտոնը։ Համենայն դեպս կուսակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը, իսկ արդյոք կպահպանեմ թե ոչ, դա կորոշի ազգային ժողովը։ Լավ, հիմա եկեք ես առաջարկում եմ հերթով ըստ էության այսօր երկու նիստ տեղ ունեցավ գործադիր մարմնի եւ քաղխորհրդի։ Ճիշտ է, ինչով են դրանք տարբերվում պրոցեդուրալ առումով։ Գործադիր մարմինը եւ խորհուրդը դրանք տարբեր մարմիններ են եւ խորհուրդը նա ավելի շատ ներկայացական մարմին է, նրա որտեղ կա քանի հոգի։ 170 այս պահին, այսինքն եւ падգամավորները եւ կառավարության անդամները, եթե չունենք կառավարության անդամ որոշակի նախարարությունում, ապա համապատասխան տեղակալը, մեր տարածքային բաժինների կուսակցության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ այլն։ Այսինքն խորհուրդը դա մի ներկայացական մարմին է, որը փոխարինում է համագումարի միջև ընկած ժամանակահատվածում։ Ի տարբերություն դրա գործադիր մարմինը դա մշտապես գործող մարմինն է։ Քաղխորհուրդը ձեր ազգային ժողովն է, գործադիր մարմինը կառավարությունը, որքան հասկացա։ Կարծում եմ նման զուգահեռներ անցկացնել դժվար է իրականում, ուղղակի մեկը ավելի ներկայացական մարմին է, իսկ մյուսը մշտապես գործող մարմին։ Ինչու Հանրապետականը որոշեց, որ ընդհանրապես այսօրվա որոշումները կապված հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների եւ աշխատանքագահի հետ որևէ սկզբունքով պայմանավորված էր թե ոչ։ Նախ պետք է նշեմ, որ նախկինում մեր բոլոր խորհրդարաններ ունեին մեկ սկզբունք։ Ամենայն դեպս մեծամասնությունը միշտ կարող էր կանխորոշել, թե ովքեր են լինելու այս կամ այն պաշտոն զբաղեցնողները։ Սակայն հենց նախորդ խորհրդարանը որոշեց փոխել այդ կարգը եւ կատարեց մի շատ կարեւոր քայլ, որը կարծում եմ ինստիտուցիոնալ առումով շատ կարեւոր է։ Որոշվեց, որ պետք է դա լինի բանաձև, որը լայն կիրառում է գտել աշխարհում, 27 ժողովրդավարական խորհրդարաններ ուղղորդվում են հենց այդ բանաձևով, այն կոչվում է Դոնտի բանաձև, որը հնարավորություն է ընձեռում հստակ հաշվարկել ինչ հերթականությամբ, որ խմբակցությունը, որ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի։ Եվ հենց այդ բանաձևն է, Դոնտի բանաձևն է, որ մենք գործադրեցինք ազգային ժողովի կանոնակարգ օրենքում եւ այդ բանաձևով է հենց ստացվում, որ Հանրապետական կուսակցությունը կունենա 8 հանձնաժողովի նախագահի տեղ։ Դա փաստորեն շատ հարմար բանաձև է դες համար, որովհետեւ բոլոր գլխավոր եւ հանգուցային պաշտոնները վերցրեց Հանրապետականը։ Բանն այնն է, որ այդ սկզբունքորեն այդ բանաձևը չի կարելի ասել հարմար է այս կամ այն խմբակցության համար։ Այն կախված է արդարացնում է ձեր մեծ ճշող մեծամասնություն լինելու ցանկացած մեծամասնությունը բնականաբար պետք է ունենա նաև մեծամասնություն պաշտոններում, բայց խնդիրն այն է, որ այլ բոլոր պայմաններում մեծամասնությունը կարող էր որոշել ունենալով 50% + 1 падգամավոր որոշել քվեարկությամբ, որ բոլոր պաշտոնները պատկանում են հենց այդ խմբակցությանը։ Լավ, ընդդիմությունը որևէ տեղ ներկայացված չի լինելու կամ ԲՀԿ-ն որևէ տեղ ներկայացված չի լինելու։ Հենց բանաձևի հմայքը դա է, որ անգամ լինելով փոքրամասնություն երաշխավորված են ձեր իրավունքները։ Ինչպես։ Այդ բանաձևը ասում է թե ինչ հերթականությամբ ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Այսինքն առաջին ընտրության իրավունքը, թե որ հանձնաժողովն է ընտրում, դա հանրապետականն է։ Եվ դա բնական է, որտեղ հանրապետականը ունի անհամեմատ ավելի շատ թվով падգամավորներ, քան որևէ այլ խմբակցություն։ Երկրորդ ընտրության իրավունքը Բարգավաճ Հայաստան կուսակցությանն է։ Երրորդ, չորրորդը հանրապետական կուսակցությանն է, 5-րդը Բարգավաճ։ Սա հենց բանաձևն է թելադրում։ Բնականաբար ՀԱԿ օրինակ ունի
հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով բոլոր խորհրդանական խմբակցությունները պետք է ներկայացված լինեն մշտական հանձնաժողովներում, ճիշտ է։ Այո։ ՀԱԿ-ը 7 հոգի է, Հույդան ժառանգությունը 5 հոգի, մինչդեռ հանձնաժողովները 12-ն են։ ՀԱԿ-ի պարագայում խնդիր չկա, ՕԵԿ-ի պարագայում եւս խնդիր չկա, որովհետեւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախատեսել է այդ դեպքը, որ երբ շատ փոքր է խմբակցությունը, ապա խմբակցության այս կամ այն падգամավորը կարող է միաժամանակ մասնակցել երկու հանձնաժողովների աշխատանքներին։ Բայց խնդիրը Հույդա եւ ժառանգության դեպքում 2 եւ ավելի։ Շատ ճիշտ եք ասում, հենց այդ պարագայում է որ ծագում է խնդիր եւ կարծում եմ մենք շատ շուտով կներկայացնենք առաջարկություն, որպեսզի փոխվի կանոնակարգ օրենքը եւ նրանք հնարավորություն ունենան մասնակցելու մինչեւ 3 հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի խմբակցությունը կարողանա մասնակցել բոլոր հանձնաժողովների աշխատանքներին։ Խնդիրը փաստորեն միայն այդ երկու կուսակցություններն են՝ Հույդան եւ Ժառանգությունը։ Եվ հարց ու պատասխանի ժամանակ, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ինչպես է որոշվել թե ով է հարց տալ, որտեղ եթե հանրապետականը որոշեց, որ ինքը առաջի 20 տեղում լինելու քվեարկելու, այդ դեպքում ինչ է լինելու մնացածը։ Խնդիրն այն է, որ հանրապետական Պարոն Հարությունյան, իմ հարցը իրականում հետեւյալն է։ Առանց այն էլ հանրապետականը ունի ճնշող մեծամասնություն խորհրդարանում։ Հիմա հանրապետականը որոշեց, որ հանձնաժողովների կեսից ավելին պետք է ղեկավարի։ Նաև որոշեց, որ ազգային ժողովի նախագահությունը պետք է ղեկավարի։ Կարծում եմ ուշադիր չէիք։ Չէ, այդ դեպքում ընդդիմությունը ինչ է անելու բացի նոմինալ եւ անվանական այնտեղ լինել, այսինքն ընդդիմությանը այս դեպքում ՀԱԿ-ին, Հույդային եւ Ժառանգության դրել անգլիական թագուհու տեղ։ Արտակ կարծում եմ դուք իսկապես ուշադիր չէիք։ Ես ասում եմ այն մասին, որ նախկինում մեր բոլոր խորհրդարանները ունեին իսկապես այդպիսի իրավիճակ։ Հայտնել էին այն իրավիճակում, երբ մեծամասնությունը որոշում էր ամեն ինչ։ Առաջին անգամ այս խորհրդարանում փոփոխություն է կատարված եւ ընդդիմությունը ունի իր երաշխավորված տեղերը։ ՀԱԿ-ը ունի, նայեք, ՀԱԿ-ը ունի ընդամենը 7 падգամավոր 131-ից։ Գրեթե 10 անգամ ավելի պակաս, քան ունի հանրապետականը։ Բայց այն ունի երաշխավորված մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղ։ Նույնը ունի Ժառանգությունը, նույնը ունի Դաշնակցությունը, ՕԵԿ-ը։ Այսինքն ուշադրություն դարձրենք։ Ի վերջո մենք մտցրել ենք մի բանաձև, որը գնում է հակառակ այն նախկին արատավոր ավանդույթի, որ 50% + 1 ձայն ունեցող խորհրդանում լուծում է բացարձակապես բոլոր հարցերը։ Դուք ասացիք հարցերի մասին, կառավարության ուղղվող հարցերի մասին։ Նախորդ խորհրդարանը կատարեց շատ կարևոր քայլ։ Այն երաշխավորեց ընդդիմության առաջնահերթ իրավունքը անելու եւ քաղաքական հայտարարություններ եւ հարցեր ուղղելու կառավարությանը։ Այսինքն եթե հերթագրված է 1-ից 10 հոգի եւ 9-րդ տեղը օրինակ Հույդա ներկայացուցիչն է, ճիշտ եք ասում, նա առաջինը կտա իր հարցը։ Այսինքն նախորդ խորհրդարանը շատ քաջ գիտակցեց, որ խորհրդարանը պետք է դառնա բազմակարծության տաճար։ Եվ հատուկ մեխանիզմներ ներմուծեց, որոնք երաշխավորում են ընդդիմության իրավունքները։ Իդեպ ասած, եթե մենք համադրենք բազմաթիվ այլ ժողովրդավարական խորհրդարանների հետ, ապա կտեսնենք, մենք շատ լուրջ քայլեր ենք կատարել, որպեսզի երաշխավորենք ընդդիմության իրավունքը։ Իդեպ ասած, բազմաթիվ խորհրդարաններ նման քայլեր չեն էլ կատարել։ Օրինակ Դուք կարող եք ստուգել ցանկացած ժողովրդավարական խորհրդարան եւ կտեսնեք ինչ եք կատարել այդ իմաստով։ Ես մի քանի օրինակ բերեցի, բայց կարող եմ շարունակել այդ օրինակները։ Օրինակ ընդդիմությունը հնարավորություն ունի անգամ եթե խորհրդարանի մեծամասնությունը դեմ է այս կամ այն նախագիծը քննարկելուն, ընդդիմությունը հնարավորություն ունի պարբերաբար իր որոշմամբ մտցնելու հարցը խորհրդարանի պարտադիր քննարկման առարկա։ Դարձնի մեծ օրակարգ թե փոքր օրակարգ։ Փոքր օրակարգ։ Փոքր օրակարգ եւ այդ նորմը գործել է իդեպ ասած մենք 2009 թվականին ես չեմ սխալվում ընդունեցինք այդ օրենքը եւ 2009 թվականից այդ օրենքը գործել է։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Հանձնաժողովում փոքրամասնությունը կարող է ներկայացնել հատուկ կարծիք։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նա կունենա բացարձակապես նույն իրավունքները, ինչ հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը այս կամ այն օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելուց։ Այսինքն բազմաթիվ նմանատիպ մեխանիզմները, որ ներմուծվել են, այդ թվում իդեպ ասած պաշտոնների բաշխումը, սրանք կոչված են ապահովելու ընդդիմության իրավունքները խորհրդարանում։ Պարոն Հարությունյան, ինչպիսի տրամադրություններ այսօր հանրապետականում։ Հայտնի է, որ հանրապետականը փորձեց, բայց չստացվեց Բարգավաճի հետ կազմել կոալիցիա, ընդհանրապես ինչպես նիստը անցավ եւ քաղաքորոշտի եւ նաեւ գործադիր մարմնի։ Ամենակարևոր հարցը դա այն է, որ մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, ել ավելի պատասխանատու վերաբերվենք մեր աշխատանքին եւ հիմնական քննարկման առարկան հենց դա էր։ Իսկ նիստը անցավ սովորական աշխատանքային ռեժիմով։ Մենք միշտ ունենում ենք բավականին լուրջ հարցեր քննարկման համար, հատկապես նաեւ նախընտրական շրջանում ունեինք բազմաթիվ հարցեր քննարկելու եւ չեմ կարող ասել, որ այսօրվա նիստը որևէ ձևով տարբերվում էր մեր այլ նիստերից։ Ինչպես են հանրապետականում վերաբերում
Բարգավաճի հետ բանակցություններին եւ Բարգավաճի որոշման այնուամենայնիվ չմտնել կոալիցիա։ Եկեք երկու ձեր կարծիքն։ Հնարավորին երկու տարբերակ, կամ ձևավորվեր կոալիցիա Բարգավաճի հետ կամ ոչ։ Երկուսն ունեին իրենց թե դրական, թե բացասական կողմերը։ Կոալիցիայի ձևավորումը կնշանակեր մենք կիսում ենք պատասխանատվությունը նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Մեր աշխատանքը խորհրդանում ավելի հանգիստ է, մենք պատրաստ ենք ավելի ռադիկալ ռեֆորմների, որովհետև ունենք լուրջ հնարան։ Այսօր մենք պետք է շատ ավելի պատասխանատու, շատ ավելի լարված աշխատենք, որպեսզի ապահովենք նույն արդյունքը, բայց սա ունի նաև իր դրական կողմը, որովհետև բանավեճն է դրթելու, խթանելու հենց ավելի պատասխանատու մոտեցումը սեփական աշխատանքի հանդեպ։ Եվ արդյոք որոշվել է, չնայած այսօր չի քննարկվել, բայց արդյոք որոշվել է, թե վերջո կառավարությունով կներկայացնի այստեղ սպասում են անակնկալներ, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ լուրջ անակնկալներ սպասվում են այստեղ։ Այնուամենայնիվ հետևենք ընթացքին, որովհետև կանոնակարգ օրենքով, նաև սահմանադրությամբ ներեցեք, առաջին հերթին սահմանադրությամբ վաղը կառավարությունը պետք է ներկայացնի իր հրաժարականը, որից հետո հանրապետության նախագահը ունի 10 օր վարչապետ նշանակելու համար, որից հետո 20 օրվա ընթացքում, ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարությունը։ Բայց ես կարծում եմ, որ այդ գործընթացը հաշվի առնելով այն, որ հանրապետականը ունի լուրջ մեծամասնություն խորհրդարանում, կընթանան շատ ավելի հանգիստ պայմաններում, որտեղ սահմանադրություն գրելուց նախատեսվում էին այդ ժամկետները, որովհետև անհրաժեշտ են լինում որոշ դեպքերում կոալիցիաների ձևավորում, մեծամասնության ձևավորում, խորհրդակցություն խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցությունների հետ եւ այլն։ Այս պարագայում խնդիրը շատ ավելի հեշտ է։ Եվ արդեն այսպես ասած ռետրոսպեկտիվ հայացք նետելով ընտրություններին, դու ըստ էության հեղինակն եք ընտրական օրենսգրքի այս փոփոխությունների, ասացեք խնդրեմ այն ընթացքը կամ այն որակը, որ այս ընտրական օրենսգիրքը նախագծված էր, որ պետք է բերի ընտրություններին, արդյոք դա արդարացվեց, կյանքի կոչվեց։ Ես կարծում եմ այո։ Այսինքն բազմաթիվ մեխանիզմներ, որ ներմուծվեցին եւ ունեին կանխարգելիչ նշանակություն, նրանք աշխատեցին։ Եթե հիշում եք մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի ոչ միայն կանխարգելիչ մեխանիզմների մասին, այլ նաեւ մեկ այլ ուղղությամբ կատարված աշխատանքի մասին։ Երբ ընտրական օրենսգիրքը ապահովում էր որոշակի թափանցիկություն, որպեսզի կարծես թե վերացնի հնարավոր մեղադրանքները։ Եվ կարծում եմ այդտեղ եւս մենք հաջողեցինք։ Ուզում եմ ձեզ հիշեցնել մի հետաքրքիր փաստ, երբ ազգային անվտանգության ծառայությունը համաձայնվեց բացել իր տվյալների բազան եւ յուրաքանչյուր մասնակից կուսակցությանը, որը դիմում է այդ հարցով, ապահովել տվյալներով, թե այս կամ այն քաղաքացին երբ է հատել Հայաստանի սահմանը եւ որ ուղղությամբ։ Այսինքն այն մտահոգությունը, որ բացական անձանց փոխարեն կարող է լինել քվեարկություն, այդ մտահոգություն ունեցողը մտահոգություն ունեցող կուսակցությունը կարող է գալ, օգտվել տվյալների բազայից եւ ստուգել այս քաղաքացին օրինակի համար Հայաստանի սահմանը երբ է հատել։ Եվ եթե պարզվեր, որ այդ քաղաքացին հատել է Հայաստանի սահմանը դեպի դուրս եւ հետո չի մտել Հայաստան, բնականաբար խոսքը գնար խախտման մասին։ Ասեմ, որ բոլոր 7 կուսակցությունները, որոնք ցանկություն հայտնեցին, անգամ ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին որպեսզի սովորեն ինչպես օգտվել այդ տվյալների բազայից։ Սակայն ընտրությունների հաջորդ օրվանից սկսած որևէ մեկ կուսակցություն չիրացրեց իր իրավունքը։ Կարծում եմ պատճառը մեկն էր, որտեղ այլ մեխանիզմները աշխատեցին, թափանցիկությունն էլ ապահովեց, երաշխավորեց, որպեսզի այդ առումով մեղադրանքներ չհնչեն։